պատգամը, որ ես պետքա ձեզ հետ բաժնեկցեմ, խոսեմ ձեզ հետ, վերնագրել եմ հետևյալ կերպ. բացիր ներսի տաճարի փակված դռները։ Եթե հիշում եք, ես անցած մի քանի պատգամներ առաջ խոսեցի փակ դռների ներսում կատարվող իրադարձությունների եւ իրավիճակների մասին։ Եվ այսօր, երբ որ այս խոսքը նայում էի, ընդհանուր խոսքը վերցված է մնացորդած գրքի 28-րդ եւ մինչեւ 31-րդ գլուխների ընկած իրադարձություններից, պատմություններից եւ երբ որ նայում ենք ընդհանուր Աստծո խոսքի բովանդակությանը, տեսնում ենք մի քանի ճշմարտություններ, որ Աստված ասում է մեր մասին եւ մեր իրականության մասին։ Եվ առաջի բանը, որ կարդում ենք Կորինթացիների թղթի մեջ, Պողոս առաքյալը մեզ ներկայացնում է որպես Աստծո տաճարների։ Եվ Աստծո խոսքն ասում է 3-րդ գլուխ առաջի Կորինթացիս 16-րդ խոսքն ասում է դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեր մեջ։ Գիտեք, մենք որպես ուղակի մարդիկ չենք, մենք որպես էակներ չենք, որ Աստված մեր սիրուն աչքերի համար մեզ ընտրեց, վերցրեց, այլ Աստված մեզ ընտրեց, որպիսի բնակվի մեր մեջ։ Գիտեք, շատ անգամներ, շատ ազգերի, շատ ազգությունների, ժողովուրդների մեջ իրանց իմացած, իրանց պատկերացրած Աստվածը ահավոր հեռու է։ Իրանցից ահավոր հեռու է։ Եվ նրանք այդպես են ընկալում։ Ու որոշ քրիստոնեական հավատանքների մեջ էլ Աստված հեռվում է, միայն երկնքում է։ Բայց Աստծո խոսքի ճշմարտությունը, երբ որ մենք նայում ենք, Աստված ասում է, դուք այն տաճարն եք, որի մեջ ես կարող եմ բնակվել։ Իսկ ինչ է նշանակում Աստված քո մեջ բնակվել, այսինքն լինել այնքան մոտ, որ դու չես կարող պատկերացնել։ Գիտեք, ես կարող եմ Զավենին, այն մյուսին շատ մոտենալ, հպվել մինչև կպնելու աստիճանի, բայց դա այն մոտիկությունը չի, այն մտերմությունը չի, որը Աստված ցանկանում է, եւ մենք չենք կարող այդ մոտիկությունը դրանով բացատրել։ Աստված ասում է, ես քո մեջ եմ։ Եվ այն ինչ որ քո մեջ է, քեզ ավելի մոտ է, քան այն ինչ որ կարող է քեզ մոտենալ եւ կպնել։ Եվ Աստված այդ մտերմությունն է ուզում եւ ուզում է քո ներսից քո հետ աշխատել, քո մեջ քո հետ հարաբերություն ունենալ։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, երբ որ կմտնես քո ներսի սենյակը, այսինքն քո էության ամենախոր տեղերում ես կարող եմ քո հետ հանդիպել, որտեղ ոչ մեկ չի կարող մտնել։ Գիտեք չէ, մենք մարդիկ ունենք մեր մեջ գաղտնիքներ, որի մասին ոչ մեկ տեղյակ չեն, մենակ մենք գիտենք։ Բայց Աստված ասում է, ես հենց այդ ամենախոր տեղերում, այդ ամենածածուկ տեղերում գալիս եմ բնակվելու եւ քո հետ հարաբերվելու, որտեղ ոչ մեկ չի կարող քեզ օգնել, որտեղ ոչ մեկ չի կարող քեզ մոտենալ, քեզ աջակցել, ես հենց այդ տեղերում կարող եմ ապրել, բնակվել, եթե թույլ տաս, եւ կարող եմ ազդել այդ ամեն իրավիճակների վրա, կարող եմ օրհնել քեզ եւ քեզ զորացնել։ Ամեն։ Եվ դրա համար Աստված ասում է, դուք իմ բնակավայրն եք։ Իմ հոգին գալիս է բնակվելու ձեր մեջ։ Սուրբ հոգին, երբ որ իջավ, նա չիցավ ուղակի այս տիեզերքի անոտ տարածության մեջ բնակվելու, շրջելու։ Սուրբ հոգին իջավ իմ եւ քո մեջ ապրելու։ Աստծո խոսքի առաջի խոսքերը, երբ որ կարդում ենք, ասում է, Աստծո հոգին շրջում էր տարածության մեջ։ Բայց Աստված չբավարարվեց այդ տարածության մեջ լինելով, նա ուզեց անհատապես իմ եւ քո կյանքի մեջ բնակվի։ Եվ դրա համար Պենտեկոստեի օրը, երբ որ Սուրբ Հոգին իջավ մարդկանց մեջ ներբնակվելու համար, իմ եւ քո կյանքի մեջ լինելու եւ մեր ներսից մեր հետ գործելու համար։ Եվ երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարանը 21-րդ գլխի 13 խոսքում Հիսուսը հիշեցնելով ժողովրդին Եսայա մարգարության մեջ գրված Աստծո խոսքն ասում է. իմ տունը պետքա աղոթքի տուն լինի։ Գիտեք, Աստված կամենում է, որ այն բնակավայրը, այն տունը, որտեղ ինքը ներկա է, այդ վայրը լինի աղոթքի, այսինքն Աստծո հետ հաղորդակցության, հարաբերության, երկխոսության միջավայր։ Դու չլինես մենակ, դու չլինես այդտեղ մենախոսող, դու չլինես քո մենակության մեջ տառապող եւ տապակվող, Աստված ուզում է գա քո մենակության մեջ, քեզ հետ հաղորդակից լինելու,
քո եւ դժվարություններին եւ քո ուրախություններին ու օրհնություններին։ Աստված ուզում է քո հետ լինի, որովհետեւ նրա նպատակը դա է եղել։ Ի սկզբանե արարչագործությունից սկսած Աստված կամեցավ, որ շփվի, հաղորդակցվի մարդու հետ։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, նա ամեն օր իջնում էր Եդեմի պարտեզը Ադամի եւ Եվայի հետ շրջելու, հաղորդակցվելու, եւ նրա նպատակն էր Գողգոթայում նորից վերականգնել այդ հաղորդակցությունը, նորից այդ փակված դուռը բացելու, որպեսզի նա կարողանա քո կյանքի մեջ գալ եւ քո հետ հաղորդակցվել, քո հետ քո դժվարությունները կիսել եւ քեզ օրհնել ու զորացնել, որ դու օրհնություն վայելես։ Դու վայելես երկնայինը, ոչ թե երկրայինը, սիրելիս։ Դրա համար Աստված ուզում է քո ներսը դառնա աղոթքի տուն, քո ներսը լինի այն հաղորդակցության վայրը, որտեղ Աստված ազատ ներս կմտնի։ Գիտեք, երբ որ կարդում ենք նաեւ Պետրոս առաքյալի թուղթը, Պետրոս առաքյալն ասում է. դուք որպես կենթանի քարեր շինվեցեք, որպես հոգևոր տաճարներ։ Պետրոսը հորդոր անում ոչ թե մարմնեղեն ֆիզիկական քարերի նման, այլ ասում է դուք որպես հոգևոր քարեր։ Ես սիրում եմ այս բանը միշտ ասել. ֆիզիկականը, նյութականը անմնայուն է, ժամանակավոր է, բայց հոգևորը հավիտենական է, սիրելիս։ Եվ Աստված դրա համար հորդորում է, որպես հոգևոր քարեր շինվեցեք, որպես հոգևոր տաճարներ, այսինքն որպես հոգու տաճարներ դուք կառուցվեք, շինվեք, նորոգվեք, որպիսի Աստծո խոսքը շարունակում է, ձեր մեջ պատարագներ բարձրացվի Հիսուս Քրիստոսի անունով, որ քո ներսից Աստծո առաջ մշտապես պատարագ լինի, Աստծո առաջ մշտապես երկրպագություն լինի, Տիրոջ առաջ Հիսուսի անունով։ Սա Աստծո կամքն է։ Բայց գիտեք, շատ անգամներ իսկապես ցավոք սրտի գալիս է իրավիճակներ, լինում է իրավիճակներ, որ այդ տաճարի դռները փակվում են։ Այդ տաճարի դռները փակվում են եւ փակվելու հետ մեկտեղ նաեւ կանգ առնում պաշտամունքը եւ երկրպագությունը, կանգ առնում զոհաբերությունը եւ ընծայումը եւ Աստծո խոսքի ճրագը մարումը։ Եվ երբ որ նայում ենք կներեք մնացորդած գիրքը, երկրորդ մնացորդած գրքում երկու իրար հակադարձ պատմություններ ենք տեսնում, իրար հաջորդող։ Առաջի պատմությունը, երբ որ նայում ենք 28-րդ գլխում խոսում է Աքազ թագավորի մասին։ Եվ առաջի խոսքը, երբ որ կարդում ենք, ասում է Աքազը 20 տարեկան էր, երբ որ թագավոր եղավ։ Եվ 16 տարի թագավորեց Երուսաղեմում եւ ուղղություն չարավ Տիրոջ աչքի առաջին, ինչպես իր հայր Դավիթն էր։ Եվ շարունակությունը, երբ որ կարդում ենք, եւ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով բահաղների համար ձուլածո կուրքեր շինեց, Ենովմի որդի ձորում խունկեր ծխեց եւ իր որդիներին կրակով անցկացրեց ազգերի գարշության պես, որոնց Տերը Իսրայելի որդկանց առաջից քշել էր, եւ զոհեր մատուցում խունկ ծխում բարձրավանդակների վրա եւ բլուրների վրա եւ ամեն կանաչ ծառի տակ։ Մի բան, որ այս թագավորի մասին Աստծո խոսքը նկարագրում է նրա ապրած կյանքի մասին, առաջի բանը, որ ասում է, այս անձնավորությունը իր իսկ սկսած թագավորական ընթացքից, գիտեք, Աստծո խոսքի մեջ, երբ որ նայում ենք, Աստված էր Իսրայելում թագավոր բարձրացնում։ Եվ Աստծո կամքից դուրս որևէ մեկը չէր կարող որպես թագավոր կանգնել։ Եվ նա Աստծո կամքով, որովհետև Աստված Դավիթի հետ ուխտ էր արել, որ նրա աթոռից թագավոր չի պակասելու, նա որպես այդ ուխտի շարունակական լինողը կանգնեց Դավիթի արքայության մեջ որպես թագավոր, եւ տեսնում ենք առաջի բանը նրա կյանքում, որ նա արեց, նա չգնաց այն ճանապարհով, որի մեջ Դավիթ թագավորը Աստծո առաջ կանգնել էր, եւ ասում նա չարություն արեց եւ ուղիղ չգնաց եւ սկսեց աշխարհի օտար հեթանոսների ճանապարհներով գնալ եւ այն ինչ որ անում էր Աստծո առաջ կռապաշտություն էր եւ Աստծո առաջ դրան գարշելի էր եւ Աստծո խոսքն ասում է Աստված այդ գարշելի բաների համար Իսրայելի առաջ շատ ազգեր էր հալածել, բայց նա գնաց նրանց ճանապարհով։
նա սկսեց կռապաշտություն անել։ Նա պաշտամունք էր անում ամեն տեղ, բացի Տիրոջ տան մեջ։ Եվ երբ որ կարդում ենք այս գլխի վերջի համարներում, տեսնում ենք 28-րդ գլխի 24 համարից պիտի կարդամ, ամբողջ պատմությունը չեմ ուզում կարդալ գլխի, սրա վրա շատ չեմ ուզում կենտրոնանամ, ավելի շատ ես պետք է կենտրոնանամ հաջորդ գլխի եւ այն իրականության վրա, որը Աստված կամենում է, որ մենք լինենք դրա մեջ։ Ճիշտ է, սխալ բացասական իրավիճակներն էլ Աստված տվել է որպես մեզ համար օրինակ, որ չգնանք դրանով, բայց Աստված ավելի շատ ուզում է կենտրոնանալ դրական եւ իր կամքի մեջ գնալու ճանապարհների վրա։ Եվ 24-րդ խոսքից երբ որ կարդում ենք, ասում է, եւ Աքազը ժողովեց Աստծո տան անոթները եւ կոտրատեց դրանք։ Եվ գոցեց, այսինքն փակեց Տիրոջ տան դռները եւ Երուսաղեմի բոլոր անկյուններում սեղաններ շինեց։ Մի իրադարձություն, որ տեսնում ենք, որ Աքազը արեց, բացի այն չարությունները, որ առաջի խոսքերի մեջ խոսում է, նրա պատմության վերջի հատվածում ասում է, նա ամենագագաթնակետը իր չարության հասավ նրան, որ Աստծո տաճարը փակեց։ Այն վայրը, որի մասին Աստծո խոսքն ասում է, որ Աստված խոսեց Դավիթի հետ, խոսեց դրանից առաջ Մովսեսի հետ եւ շատ Աստծո ծառաների հետ, Աստծո տունը, Աստծո համար բնակավայր, Աստծո ժողովրդի մեջ կառուցելու, Ելից գրքի մեջ մենք կարդում ենք Աստծո խոսքն ասում է, Աստված ասեց Մովսեսին, ինձ համար մի սրբարան շինիր, որի մեջ ես կբնակվեմ եւ իմ ժողովրդի մեջ կլինեմ։ Եվ երբ որ Դավիթի պատմությունը մենք կարդում ենք, ասում է, Դավիթը երբ որ իր տաճարը, իր պալատը սարքեց, իր տունը սարքեց եւ նստած էր իր տան մեջ, մի մտածմունք ունեցավ. իմ տունը կառուցված է, բայց իմ Աստվածը դեռևս նրա խորանը վրանի մեջ է, ես նրա համար մի հատ տուն շինեմ, որպեսզի նա տան մեջ բնակվի։ Եվ նրա որդով Սողոմոնով մենք տեսնում ենք, Աստված խոսեց Դավիթի հետ, որ քո որդին կկառուցի այդ տունը եւ ես իմ ժողովրդի մեջ կլինեմ, եւ Աստծո նպատակն էր այդ տաճարի կառուցման, որպեսզի նա միշտ լինի իր ժողովրդի հետ եւ իր ժողովուրդն էլ ազատ մտնի այդ տաճարի մեջ, նրան երկրպագություն անելու եւ նրա վայելչությունը տեսնելու։ Սաղմոսերքուն ասում է, ես քո տաճարի մեջ կբնակվեմ եւ քո երեսի վայելչությունը կտեսնեմ եւ քեզ երկրպագություն կանեմ։ Սա էր Աստծո նպատակը իր ժողովրդի համար եւ այն տաճարի համար, որ կառուցել էր։ Երբ որ ես ասում եմ տաճար, եսի նկատի ունեմ նաեւ այսօր քեզ համար որպես այդ տաճարը եւ Աստված ուզում է նորից վերականգնի նրա նպատակն է քո տաճարի կառուցումը, քո տաճարը որպես իր բնակարան, որպեսզի ինքը բնակվի քո մեջ եւ այն ամեն օրհնությունները, որ նա ունի քո կյանքում բերելու անմիջապես փոխանցի քեզ։ Եվ տեսնում ենք այս անձնավորությունը գնաց եւ փակեց Տիրոջ տաճարը։ Եվ երբ որ կարդում ենք 29-րդ գլխի 6-րդ խոսքից, որտեղ Եզեկիա թագավորի մասին է խոսում եւ Եզեկիայի խոստովանությունն է անում, դրան նորից կանրադառնամ, ասում է 6-րդ խոսքից 29-րդ գլխի ասում է, որովհետեւ մեր հայրերը ապստամբեցին եւ չարություն արին մեր Տեր Աստծո աչքի առաջին եւ նրան թողեցին եւ շրջվեցին իրենց երեսները Տիրոջ խորանից եւ արհամարեցին, սրահի դռները փակեցին եւ ճրագները հանգցրին եւ խունկ չծխեցին ու սրբարանում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Տիրոջ առաջ։ Աստծո նպատակը եւ Աստծո կարգը տաճարի մեջ սա էր, միշտ ճրագները պիտի վառ լիներ։ Իսկ Աստծո խոսքում մենք կարդում ենք ճրագը Աստծո խոսքի խորհուրդն է։ Այսինքն քո տաճարում միշտ պետք է վառ լինի Աստծո խոսքի ճրագը։ Աստծո խոսքը քո կյանքում միշտ պետք է կենթանի լինի։ Միշտ պետք է գործի այն, որպեսզի դու չշեղվես քո ճանապարհներից։ Բայց Աքազը գնաց եւ փակեց տաճարը։ Նա փակեց տաճարը եւ հանգցրեց խոսքի զորությունը Իսրայել ազգի մեջ։ Նա մարեց այդ տաճարի մեջ գտնվող ճրագները, նա փակեց զոհասեղանները, կոտրատեց ամեն անոթները։ Այսինքն, երբ որ ես ասում եմ անոթներ, նկատի ունեմ նաև այն պարգևները, այն հոգևոր արժեքները, որ Աստված դրել է քո մեջ, որով նա կարող է մարդկանց հպվել եւ ծառայել։ Աստված պարգևները մեզ չի տվել մեր գեղեցկության համար, մեզ չի տվել մեզ լավը զգալու համար։ Նա այդ պարգևները դրել է մեր մեջ, որպեսզի մենք այն ծառայեցնենք մարդկանց դեպի Աստծուն բերելու, Աստծո փառքը երևցնելու համար,
ոչ թե մեր փառքը, այլ Աստծո փառքը։ Եվ Աստծո խոսքն ասում է Աքազը քանդեց, ջարդեց այդ պարգևները, այդ անոթները, որոնցով Իսրայելի քահանաները ծառայում էին ժողովրդին, սրբագործում էին եւ ամեն ծառայություններ, որի նպատակով որ այդ անոթը ստեղծված էր, շինված էր, նրանք բոլորը ջարդվեցին եւ տունը փակվեց ամբողջությամբ։ Եվ երբ որ կարդում ենք հաջորդ խոսքը ասում է եւ սա Տիրոջ բարգությունը բորբոքեց։ Գիտեք, երբ որ մեր տաճարները փակված է, երբ որ մեր տաճարների մեջ չկա խոսքը, երբ որ չկա զոհաբերությունը եւ ընծայումը, երբ որ չկա մեր երկրպագությունն ու պաշտամունքը Աստծո առաջ, մենք միայն մեկին ենք լավություն անում, մենք միայն մեկին ենք գոհացնում, բայց բարկացնում ենք նաեւ մեկին, որ ամենակարող է։ Սիրելիս, եթե այս խոսքերը քեզ հպվում է եւ դու քո մեջ տեսնում ես, որ ինչ որ իրավիճակի մեջ քո պաշտամունքը ոչ թե Տիրոջ ներկայության մեջ է, այլ ամենուր, երբ որ տեսնում ես քո զոհաբերությունները բացի Տիրոջ տնից ամեն տեղ են։ Գիտեք, մենք սիրում ենք, երբ որ զոհաբերություն ենք ասում, մտածում ենք միայն ֆինանսական եւ նյութական բաները, որ դնում ենք Տիրոջ առաջ։ Բայց Աստծո խոսքում այո այն ժամանակ զոհաբերությունները ֆիզիկապես էր, արջառներով, գառներով եւ ամեն ինչով էր, բայց այսօր մեր զոհաբերությունը մեր սրտի զոհաբերությունն է, որովհետեւ Աստծո խոսքն ասում է Աստված հավանում է կոտրված սիրտը եւ ընծայված հոգին, նրա առաջ փշրված հոգին, սա ամենալավ զոհն է, ընծանա, որ մենք կարող ենք Տիրոջ առաջ բերել։ Բայց երբ որ այդ ընծան չկա, երբ որ մեր սիրտը ուրիշ տեղերը ավելի շատ, քան թե Աստծո տան մեջ, քան թե այն պաշտամունքների եւ ծառայությունների մեջ, որը հայտարարվում է եկեղեցում եւ մենք դրանց մեջ բացակայում ենք, պատճառաբանելով, որ գործ ունենք, պատճառաբանելով, որ հիվանդ ենք, պատճառաբանելով, որ չստացվեց, չգիտեմ, հազար ու մի պատճառներ մենք ունենք, որ կարող ենք բարձրացնել, բայց այս ամենը չեզոքանում է Աստծո ամենակարող գիտության առաջ։ Աստված միայն ուզում է իր ներկայության մեջ քո հետ հանդիպել։ Նա ուզում է ավելի շատ իրան ժամանակ տաս, քան այն ամենին, որովհետև Աստծո խոսքն ասում է ամեն բանից առաջ երկնքի արքայությունը եւ այն ինչ որ նրա մեջ է, փնտրեք դա եւ այն մնացած այն ինչ որ կարծում եք որ ձեր կարիքն է, դրանք քեզ կգան։ Սիրելիս, այս դիրքն Աստծո առաջ, սա է որ մեր դռները բացում է Տիրոջ առաջ եւ մենք նրա առաջ ուղիղ ենք կանգնում։ Երբ որ մեր սիրտը խոնարհված է, երբ որ մեր սիրտը փշրված է, երբ որ մեր սիրտը փափագում է ամեն բանի մեջ, ամեն բանից առաջ եւ ամենքից առաջ նրա ներկայության մեջ լինենք, մենք կլինենք օրհնված։ Երկնքի արքայության օրհնությունները կգան իմ եւ քո կյանքի մեջ։ Բայց Աքազը այդպես չմտածեց։ Եվ նա արեց այն, ինչ որ իր սիրտն էր ուզում, ինչ որ իրան հաճելի էր, եւ ինչը որ նաեւ ժողովրդին կործանման էր տանում։ Քո տաճարով փակելով դու միայն քեզ չես վնասում։ Կասես ինչպես։ Երբ որ դու քո տաճարի դուռը փակում ես, բոլոր այն մարդիկ, որոնք այդ տաճարից պետքա օրհնվեին եւ լսեին Աստծո խոսքը, դրանից տուժում են նաև նրանք, եւ դու դրանով պատասխանատու ես Տիրոջ առաջ։ Դրա համար ուզում եմ սիրելիս այսօր քո մեջ մի որոշում ունենաս։ Սուրբ Հոգուն խնդրես, եթե կան քո մեջ փակված դռներ, որ դու հիմա փակել ես, գուցե անգիտակցորեն, խնդրես Տիրոջը, որ այն քո մեջ արթնացնի նորից այդ դռները բացելու, նորից վերականգնելու Աստծո խոսքը քո կյանքի մեջ եւ ընծայումը Տիրոջ առաջ։ Որովհետեւ երբ որ կարդում ենք հաջորդ գլուխն արդեն 29-րդ գլուխը, խոսում է Աքազի որդու մասին։ Եվ ասում է Աքազից հետո նրա որդին Եզեկիան եղավ թագավոր։ Եվ Եզեկիան թագավոր եղավ 25 տարեկան եւ 29 տարի թագավորեց Երուսաղեմում եւ նրա մոր անունը Աբիա դուստր Զաքարիա էր եւ նա ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջին։ Գիտեք, ես վստահ եմ մի բանում, այս Եզեկիան տեսել էր իր հոր արած ամեն անօրենությունները,
բայց նա չէր մասնակցել այդ անօրինությանը։ Նա տեսել էր այդ ամենը եւ տեսել էր, թե ինչպես է Աստծո բարկությունը գալիս այդ ամենի վրա, եւ նա իր սիրտը դարձրեց դեպի Տիրոջը, եւ Աստծո խոսքը, երբ որ նրա մասին խոսում է, առաջի բանը, որ ասում է, նա եղավ թագավոր, եւ սա այո Աստծո կամքն էր, եւ այո քո այստեղ գտնվելը, քո Աստծո տան մեջ գտնվելը Աստծո կամքն է։ Եվ Աստվածը կամեցե, որ դու նրան ճանաչես, դու գաս դեպի նա եւ լինես նրա տան մեջ, լինես նրա մարմնի մի անդամը, Աստծո խոսքն ասում է, դրանից հետո նա ուղղություն արավ Տիրոջ առաջին, բոլոր այնպես, ինչպես որ իր հայր Դավիթն էր գնացել Տիրոջ առաջ։ Իր հոր մասին խոսելով ասում է, նա չարեց այն ամենը, ինչ որ նրա հայր Դավիթն էր արել, որը Տիրոջ առաջ, որը Աստծո խոսքն ասում է, Դավիթի սիրտը Աստված հավանեց եւ ասեց իմ սրտի համեմատ է, իմ փափագի համեմատ է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Եզեկիան, երբ որ նրա մասին խոսում է, ասում է, նա արեց այն ամեն ուղղությունները, ինչը որ Դավիթ թագավորն էր արել։ Այսինքն նա նույնպես եղավ այնպիսի մեկը, որի սիրտը Տերը հավանեց, որին Աստված տեսավ եւ ընդունեց նրա ուղիղ ճանապարհը։ Եվ շարունակությունը, երբ որ կարդում ենք 3-րդ խոսքից 29-րդ գլխի, ասում է, սա իր թագավորության առաջին տարվա առաջին ամսից նորոգեց, կներեք, ամսից Տիրոջ տան դռները բացեց։ Եվ նորոգեց այդ դռները։ Նա արեց ճիշտ հակառակը, ինչ որ նրա հայրն էր արել։ Մենք շատ անգամներ նայում ենք մեզնից առաջ եղողներին եւ փորձում ենք նմանվել նրանց, անկախ նրանից լավն են թե վատն են։ Մենք սովորում ենք, տեսնում ենք, նայում ենք նրանց եւ փորձում ենք կրկնօրինակել։ Բայց այս Եզեկիա թագավորը չնայեց, թե ինչպես է իր հայրը գնացել, ինչեր արել, նա նայեց այն սրտի դիրքին, որը Աստծո առաջ ուղիղ էր։ Նա նայեց իր հայր Դավիթի օրինակին։ Սիրելիս, ուզում եմ այսօր նայես այն օրինակներին, որոնց Տերը հավանում է, որոնք Տիրոջ առաջ ուղիղ են։ Մի նայիր եւ մի կերպարանվիր աշխարհի կերպարանքին, Պողոսն ասում է, այլ նորոգվիր քո մտքի նորոգությունով։ Թող քո միտքը նորոգված լինի այն ճշմարտություններով, որը Աստծո առաջ ուղիղ է, որը Աստծուց է, եւ թող քո սրտի դիրքը Դավիթի նման ուղիղ լինի Տիրոջ առաջ։ Եվ Եզեկիայի նման դու էլ որոշում կայացնես. Տեր, եթե իմ կյանքի մեջ ինչ որտեղ քո տաճարի, քո բնակավայրի դուռը փակել եմ կամ փակվել է ինչ որ պատճառներով, ես այսօր ուզում եմ այդ դուռը բացել քո առաջ։ Ես ուզում եմ նորից այդ տան դուռը բաց լինի, որպիսի այդ տան մեջ գա օրհնությունը եւ այդ տնից նաեւ բխի օրհնությունը։ Եվ ես ուզում եմ նորոգել այդ դռները, որ այդ դռները խալխուլ չլինեն, որիվիցե բանից չկոտրվեն, չընկնեն, այլ այդ դռները միայն խոնարհվեն քո առաջ։ Ամեն։ Այդ դռներն իրանց գլուխները բարձրացնեն միայն հավիտենական թագավորի առաջ։ Եվ առաջի բանը, որ նա արեց, Աստծո խոսքն ասում է, նա բացեց եւ նորոգեց տան դռները։ Երկրորդ բանը, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ շարունակությունը, եւ նրա եւ 4-րդ խոսքից եւ բերավ քահանաներին եւ ղևտացիներին եւ նրանց ժողովեց արևելյան հրապարակում եւ նրանց ասեց. ինձ լսեցեք ղևտացիներ, հիմա սրբեցեք եւ սրբեցեք ձեր հայրերի Տեր Աստծո տունը եւ սրբարանից դուրս հանեցեք ամեն բղծությունը։ Երկրորդ բանը, որ նա արեց, վերականգնեց քահանայական եւ ղևտական ծառայությունը։ Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք քահանաները կարգվեցին, որպիսի Տիրոջ առաջ երկրպագություն եւ պաշտամունք բարձրացնեն, զոհաբերություններ անեն։ Եվ ղևտացիները նրանք այն նվագարանները հնչեցնող ծառաներն էին, նաեւ այն օգնականներն էին, որոնք քահանաներին օգնում էին այդ ծառայությունն իրականացնել Տիրոջ տան մեջ։ Եվ առաջի բանը, որ նա արեց տունը դռները բացելուց հետո, հաջորդ քայլը Տիրոջ առաջ ծառայությունների նորոգումներ։ Սիրելիս, շատերիս կյանքում լինում է իրավիճակներ, գուցե հենց հիմա քո կյանքում կա մի իրավիճակ, որ դու դադարեցրել ես ծառայությունը Տիրոջ առաջ։ Եվ ուզում եմ քեզ հորդորել,
քաջալերել, վերականգնիր Տիրոջ առաջ ծառայողական դիրքդ։ Վերականգնվիր այդ ծառայության մեջ, որովհետև ամեն մեկս կանչված ենք Քրիստոսի արքայության մեջ, նրա հավիտենական թագավորության մեջ լինելու քահանաներ։ Աստծո խոսքն է դա ասում, դա ինձանից չեմ ասում, սիրելիս։ Դու որպես անհատ կանչված ես լինելու քահանա, դու կանչված ես լինելու քահանա քո տան մեջ, դու կանչված ես լինելու ղևտացի քո տան մեջ, որպեսզի քո տան մեջ Աստծո առաջ պաշտամունք բարձրացնես։ Սիրելի եղբայրներ, հատկապես ձեզ ա վերաբերվում խոսքը, դու կանչված եք լինելու քահանաներ եւ գլուխներ քո տան մեջ Տիրոջ առաջ երկրպագություն բարձրացնելու։ Եվ Աստված ուզում է, որ քո քահանայական դիրքը, քո քահանայական ղևտական ծառայությունը դու վերականգնես, ինչու՞ չէ նաև նրա տան մեջ, այս վայրի մեջ քո ծառայողական դիրքը վերականգնվի քո ծառայությունը, մտնես, լծվես Քրիստոսի լուծով, նրա ծառայության լուծով եւ գնաս անելու այն ամենը, ինչ որ նրա կամքի մեջ է։ Եվ Եզեկիան վերականգնեց, քահանաներին հորդորեց, ասեց. սրբվեցեք դուք ինքներդ եւ սրբեցեք այս տունը, որը պղծվել է ինչ որ ժամանակ։ Սիրելիս, սրբվիր Քրիստոսի սրբությամբ եւ թող այդ սրբությունը քո ներսի տաճարը մաքրի ամբողջությամբ, որպիսի այդտեղից սուրբ պատարագներ բարձրանա դեպի Տեր Աստվածը։ Եվ շարունակությունը, երբ որ կարդում ենք, Աստծո խոսքը 6-րդ խոսքից, որը արդեն կարդացի, ասում է Եզեկիան խոստովանությամբ կանգնեց Տիրոջ առաջ։ Երբ որ կարդում ենք, ասում է նա խոսեց քահանաների հետ, ասեց սրբեցեք եւ պղծությունը հանեք եւ կարծես խոստովանություն, նա խոստովանություն բերեց Տիրոջ առաջ, որովհետեւ մեր հայրերը այս բաները արել են Տիրոջ առաջ։ Նրանք հանգցրել են, նա դավանեց, ասեց այո Տեր, մենք հանգցրել ենք քո խոսքի ճշմարտությունը մեր կյանքի մեջ։ Մենք փակել ենք զոհասեղանները, մենք կոտրատել ենք զոհասեղանները եւ այլևս մեր կյանքի մեջ չկա զոհաբերություն քո առաջ, մեր կյանքի մեջ չկա ընծայում քո խոսքին, քո նպատակներին, քո տեսիլքներին, չկա ընծայումը եւ այս ամենն արվել է, որովհետեւ մեր տաճարի դռները փակել ենք քո առաջ, որովհետեւ դու այլևս մեր մեջ չես բնակվում եւ մենք դրա պատճառով շատ ազգերի առաջ խոնարհվել ենք, շատ իրավիճակների առաջ խոնարհվել ենք, շատ թշնամիներ, որ գալիս են, լինի մի հոգևոր, ֆիզիկական, թե մտավոր, գալիս են եւ երբ որ քո տաճարը փակ է, դու խոնարհվում ես նրա առաջ, որովհետեւ քո Աստվածը քո մեջ չէ։ Դրա համար Աստված ուզում է այսօր դու Եզեկիայի նման բացես քո տաճարի դռները եւ երբ որ Եզեկիան կարդաց, խոսեց քահանաների առաջ, շարունակությունը մենք տեսնում ենք հաջորդ քայլը 29-րդ գլխի 10-րդ եւ 11-րդ համարները եւ ասում է Եզեկիան ասեց քահանաներին. հիմա իմ սրտինը սա է, որ ուխ տանենք Իսրայելի Տեր Աստծո հետ, որպիսի նրա բարկության բորբոքումը ետ դառնա մեզանից։ Արդ որդյակներս, անհոգություն մի արեք, որովհետև Տերը ձեզ ընտրեց, որ նրա առաջը կանգնեք նրան ծառայելու համար եւ նրան սպասավորներ լինեք եւ խունկ ծխեք։ Եզեկիան խոսում է եւ ասում է. սիրելիս, արի այսօր Տիրոջ առաջ կանգնելով, նրա տաճարի դուռը բացելով, սրբագործելուց հետո, մեր հանցանքները, մեր սխալները նրա առաջ խոստովանելուց հետո, նաեւ ուխ տանենք Տիրոջ առաջ, որ այլևս սխալ ճանապարհով չենք գնալու, որ այլևս նրան չենք բարկացնելու, որ այլևս նրա սիրտը չենք խռովեցնելու, այլ մենք մեր դիրքը պետքա գիտենանք, որ մենք կանչված ենք քահանաներ, որովհետև ասում է Աստված ձեզ ընտրեց իր առաջ կանգնելու եւ նրա տաճարի մեջ խունկ ծխելու։ Սիրելիս, Աստված քեզ ընտրել է, Աստված քո տնից քեզ ընտրել է, քո ազգից քեզ ընտրել է, քո ժողովրդից քեզ ընտրել է, որպեսզի դու այսօր այստեղ լինես։ Դու կարող ես նայես քո շուրջը, տեսնես շատ մարդկանց, որոնք կարող էին լինել այստեղ, բայց նրանք այստեղ չեն, որովհետև նրանք կամ Աստծուն ասել են ոչ, կամ էլ Աստված նրանց դեռևս չի կանչել։ Բայց դու այստեղ ընտրված եւ կանչված ես լինելու նրա տան մեջ, այսօր լսելու այդ խոսքը, որպեսզի վերականգնես քո քահանայական դիրքը
եւ այն ինչ որ Աստծո կամքն է, նրա առաջ խունկ ծխես, նրան պաշտամուն կբարձրացնես, նրան գովերքես, նրան երկրպագես եւ մեծարես, ասես որ նա է քո կյանքի մեջ Տերը, նա է քո կյանքի մեջ Թագավորը, նա է քո կյանքի մեջ ամեն օրհնության սկիզբը եւ դրա շարունակությունը, որովհետեւ նրա օրհնությունները չի ավարտվում, սիրելիս, նա օրհնության ավարտ չի, նա օրհնության սկիզբ եւ շարունակություն է քո կյանքի մեջ, եւ երբ որ դու կկանգնես այդ դիրքի մեջ եւ այդ երկրպագությունը, այդ դավանանքները կբարձրացնես Տիրոջ առաջ եւ ուխտ կանես հավիտյանս հավիտենից նրան այդպիսին ընդունելու քո կյանքի մեջ, դու միշտ օրհնության մեջ կքայլես, դու կտեսնես քո կյանքի մեջ հաղթանակները, դու կտեսնես քո կյանքի մեջ քո դեմ դուրս եկած թշնամիների փախուստը եւ կորուստը, բայց ոչ թե քո, որովհետեւ դու Տիրոջը կանչեցիր եւ դավանեցիր, որ նա է քո Տերը։ Ամեն։ Եվ հաջորդ բանը 29-րդ գլխի 19-րդ խոսքը, երբ որ տեսնում ենք, կարդում ենք, ասում է. դրանից առաջ Ղևտացիներին հրահանգ է տալիս թագավորը, որպեսզի սրբեն Աստծո տունը, տաճարի սեղանները եւ անոթները եւ Ղևտացի քահանաները հավաքելով իրանց եղբայրներին, Աստծո խոսքն ասում է, նրանք հավաքվեցին եւ սկսեցին այդ գործը եւ 19-րդ խոսքում, երբ որ գալիս են Եզեկիայի մոտ, ասում են, եւ այն բոլոր անոթները, որոնք Աքազ թագավորը իր թագավորության եւ ապստամբության ժամանակին պղծել էր, պատրաստեցինք եւ սրբեցինք եւ ահա նրանք Տիրոջ սեղանի առաջին են։ Սիրելիս, քո կյանքում Աստված ունի դրած պարգևներ, ունի անոթներ, որոնք գուցե կոտրվել են, որոնք գուցե իրանք տեղում չեն։ Այսօր այդ անոթները սրբագործիր եւ դիր այն տեղում, որտեղ նրանք պետքա լինեն։ Այն գործունեության եւ կիրառության մեջ, որի համար Աստված այդ պարգևը դրել է քո մեջ։ Այդ շնորհը դրել է քո մեջ։ Երբ որ խոսում եմ պարգև ասելով, ի նկատի չունեմ միայն Սուրբ Հոգու այն պարգևները, որ Աստված տվել է եւ տալիս է ամեն մեկից։ Ի նկատի ունեմ նաեւ այն շնորհները, այն տաղանդները, որ Աստված դրել է քո մեջ, դրանք ձևավորել է քո մեջ, որպիսի ծառայեսնի իր արքայությանը, այն երկնային արժեքները, որոնք Աստված քո մեջ բարձրացրել է, որպիսի ծառայեսնի իր արքայության համար։ Գուցե քո մեջ կա տաղանդ փառաբանելու, փառաբանիր, ոչինչից մի վախեցիր։ Գուցե քո մեջ կա տաղանդ եւ շնորհ մարդկանց օգնելու, արա այդ ամենը ինչպես Տիրոջ առաջ կանես։ Որևիցե մեկից մի վախիր, որևիցե մի բանից հետ մի քաշվիր, արա եւ թող այդ ամեն տաղանդները, այդ ամեն շնորհները ծառայեն միայն Աստծո փառքի համար, սիրելիս։ Մենք շատ անգամներ այդ տաղանդները կիրառում ենք, օգտագործում ենք ամեն տեղ, բացի Տիրոջ տանը։ Կամ անում ենք ինչ-որ չափով քիչ, բայց Աստված ուզում է իր տաղանդները, որ նա դրել է քո մեջ, այդ շնորհները կիրառես ավելի շատ իր ներկայության համար, իրեն պաշտելու, փառաբանելու, մեծարելու համար եւ նոր երկրորդական դիրքում մնացածը քո անձնական կարիքները եւ այն ամենը, ինչ որ կարող ես անել։ Սիրելիս, այդ անոթները դիր զոհասեղանի առաջ, որտեղ նրանք կծառայեն Տիրոջը պաշտելու համար։ Ամեն։ Եվ 29-րդ գլխի 21-24 խոսքերը եւ ասում է, դրանից հետո Եզեկիա թագավորը առավոտից վեր կացավ, իշխանների հետ գնաց եւ մեծականակ զոհեր բերեց Տիրոջ առաջ եւ քահանաները 24-րդ խոսքում ասում է, եւ քահանաները մորթեցին նրանց եւ նրանց արյունը սրսկեցին իբրև մեղքի պատարագ դեպի սեղանը բոլոր Իսրայելին քավելու համար, որովհետեւ թագավորն էր ասել, որ ողջակեզները եւ մեղքի պատարագները բոլոր Իսրայելի համար են։ Եվ Ղևտացի ծառաները, քահանաները սկսեցին այն պաշտոնը, այն ծառայությունը, որի մեջ նրանք կանչված էին, Տիրոջ առաջ զոհեր բարձրացնելու։ Սիրելիս, այսօր Տիրոջ առաջ քո ընծաները բարձրացրու, քո պաշտամունքը բարձրացրու, նրան գովելով, մեծարելով եւ քո սխալները նաեւ նրա առաջ խոստովանելով, որպիսի նա բերի իր բժշկությունը քո կյանքի մեջ։ Եվ քահանաներն արեցին այն, ինչ որ իրանց դիրքն էր,
ինչից որ նրանք զրկվել էին կամ իրենք էին իրենց զրկել։ Գուցե դու քո ժամանակի մեծ մասը տալիս ես ուրիշ բաների, քեզ զրկելով քահանայական ծառայությունից, քեզ հետ պահելով քահանայական ծառայությունից, եւ դրանից օգտվում է սատանան, եւ շատ անգամներ սիրելիներս, ես ուղիղ եմ ասում, նա բերում է մեր կյանքի մեջ ավելի շատ զբաղմունքներ եւ կարիքներ, որպիսի մեզ մեր քահանայական ծառայությունից հետ պահի։ Որովհետեւ ինչքան մենք մեր քահանայական ծառայությունից հետ ենք, այնքան Աստծուց հեռու ենք։ Եվ ինչքան որ մենք զոհասեղանից հեռու ենք, այնքան օրհնություններից հեռու ենք, սիրելիներս։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք մեր տաճարների մեջ մեր զոհասեղանները բարձրացնենք, նորոգենք մեր ուխտը եւ զոհեր պատրաստենք նրա առաջ։ Մեր սիրտը որպես այդ առաջի զոհը դնենք այդ զոհասեղանին եւ ասենք. Տեր, իմ սիրտը պատկանում է քեզ։ Ամեն։ Եվ շարունակությունը հաջորդ բանը, որ արեցին, երկրպագեցին Տիրոջը 26-րդ համարում 28-ից 29 համարների մեջ եւ 31-րդ գլխի մեջ արդեն կարդում ենք, որ նրանք ընծաներ եւ զոհեր բերեցին Տիրոջ առաջ։ Ոչ միայն թագավորը եւ իշխանները, այլ նաեւ ամբողջ ժողովուրդը։ Սիրելիս, Աստծո տան մեջ ոչ միայն ծառաներն են, որ պետքա ընծայվեն եւ ընծաբերեն Տիրոջ առաջ, իրանց ժամանակի, իրանց ծառայության, ամեն ինչի, այլ ամբողջ ժողովուրդը։ Տերը ամեն մեկից հետ սպասում ունի, Տիրոջ փափագն է եւ նրա կամքն է ու նպատակը, նրա պատվերն է, որպեսզի իր ամբողջ ժողովուրդը նրա առաջ կանգնի, ընծաներով, պաշտամունքով եւ երկրպագությամբ։ Եվ Աստծո խոսքը 31-րդ գլխի մեջ ասում է. նրանք այնքան ընծաներ բերեցին, սրա մասին ես անցած կիրակի խոսեցի, որ քահանաներն ասում է, երբ որ քահանայապետը խոսեց, ասեց, այս ամբողջ կույտերը, որ տեսնում ես ընծաների, սրանք այն ընծաներն են, որ ժողովուրդը բերել է Տիրոջ տան մեջ, որ ժողովուրդը բերել է քահանաների առաջ, եւ մենք օգտվել ենք, մենք վայելել ենք, եւ ել ավելի շատացել է, որովհետեւ Աստված օրհնել է այդ ամենը։ Երբ որ քո սեղանը պատրաստ է Տիրոջ առաջ, երբ որ քո սիրտը բաց է, քո տաճարի դռները բաց են եւ դու պատրաստակամ ես Աստծո առաջ ընծայելու եւ ընծայվելու, Աստված այդ ընծաներից գիտի պատասխանել կրկնակիով, եռակիով, հարուրապատիկով, որովհետեւ նա գցած մեկ սերմը կարող է հարուրապատիկ օրհնությամբ վերածել։ Քո գցած, քո դրած մեկ սերմը, այդ ընծան, որ դրել ես Տիրոջ առաջ, քո մեկ ժամ աղոթքի ընծան Աստված կարող է հարուրապատիկ օրհնել, որպեսզի այդ աղոթքի զորությունը, այդ աղոթքի պատասխանը քո սերունդների վրա ազդեցություն ունենա։ Ոչ միայն քո կյանքի մեջ, այլ նաև քո սերունդների, ոչ միայն քո կյանքի մեջ, այլ նաև ազգերի եւ ժողովուրդների։ Գիտեք, սիրելիներս, Երեմիա մարգարեն կանգնեց որպես միակը եւ իր աղոթքը բարձրացրեց Տիրոջ առաջ, իր խնդրվածքը բարձրացրեց Տիրոջ առաջ եւ նրա աղոթքն էր պատճառ եւ նրա փափագն էր պատճառ Տիրոջ առաջ կանգնած նրա խոստովանությունն էր, այդ ընծայումն էր, որ նա որոշեց ուրիշներին չնմանվել, այլ Աստծո առաջ ուղիղ գնալ եւ կանգնել, եւ դրա համար էր, որ Աստված խոսեց նրա հետ եւ ասեց կգա ժամանակ, որ ես իմ ժողովրդին նորից կվերադարձնեմ։ Սիրելիս, այսօր քո աղոթքը, որ դու կարող ես կանգնել Տիրոջ առաջ եւ բարձրացնել, քո խնդրվածքը, քո արած խոստովանությունը կարող է քո սերունդների վրա մեծ ազդեցություն թողալ եւ քո այն զավակները, որոնք Տիրոջ տան մեջ չեն, մեկ օր տեսնես նրանց Տիրոջ առաջ երկրպագելուց, մեկ օր տեսնես այն մնացորդը, որ դեռևս կա քո սերունդի մեջ, նրանք էլ գալիս են դեպի տունը, նրանք էլ որոշում են կայացրել վերադառնալու, որպեսզի Աստծո տունը կառուցեն, իրանց ներսում տաճարը վերականգնեն, որովհետեւ երբ որ կարդում ենք գերության ժամանակ, տեսնում ենք կային մարդիկ, որոնք փափագում էին, որոնք երազում էին նորից տեսնել Տիրոջ տունը կառուցված, Տիրոջ քաղաքը վերականգնված, եւ Աստծո խոսքն ասում է, նրանց մեջ Աստված գործեց, նրանց միջոցով Աստված գործեց, օտար թագավորների սրտի հետ խոսելով, որպեսզի նորից նրանք ուղարկվեն, գնան եւ Տիրոջ տունը կառուցեն։ Դու կարող ես այսօր լինել այն եզրասը, ով կարող է հրահանգ առնել ուրիշի թագավորից, երկնային թագավորից, որպեսզի գնա եւ իր ազգի մեջ կառուցի Տիրոջ տունը։
Սիրելիս, մի վախեցիր, մի վհատվիր, ոչ մի բանից մի խոնարհվիր, միայն խոնարհվիր Տիրոջ առաջ։ Եվ Աստված կարող է թագավորների սրտեր խոնարհեցնել։ Դու ունես քո կյանքում, քո ընտանիքում մարդ, ով դեռևս Տիրոջը չի պատկանում։ Կա մնացորդ, որ դեռևս Տիրոջը չի ճանաչում, որ դեռևս Տիրոջ տաճարի մեջ նրա առաջ չի խոնարհվել, երկրպագություն չի արել։ Ես ուզում եմ քեզ այսօր մարգարեական հռչակում անել քո կյանքի մեջ։ Եղիր Եզրաս, եղիր Նեեմիա, եղիր Եզեկիա, եւ կտեսնես այդ մարդկանց ապաշխարությունը եւ փրկությունը։ Կանգնիր եւ բացիր քո սրտի տաճարի դռները, որոնք փակված են եղել, եւ կտեսնես նրանց ապաշխարությունը։ Կտեսնես, որ նրանք էլ մեկ օր քո հետ կանգնում են այդ տաճարի մեջ, կանգնում են Տիրոջ ներկայության մեջ, ձեռքեր են բարձրացնում եւ դավանություն են անում, որ Տերն է, Իսրայելի եւ Հակոբի Աստվածն է, իմ ամենակարող Թագավորը։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Եվ վերջի բանը, որ Եզեկիայի կյանքի մասին խոսում Աստծո խոսքը։ Սա կար մեկ օր, որ Ասորեստանի թագավորը զորք ուղարկեց Երուսաղեմի դեմ։ Զորք ուղարկեց այն տաճարի դեմ, որի դռները Եզեկիան բացել էր, որի մեջ պաշտամունք էր կատարվում եւ սպառնաց Իսրայել ժողովրդին կորստությամբ։ Սիրելի սատանան այսօր, երբ որ տեսնում է, դու քայլ ես անում գալու աղոթքի ժամերին այստեղ աղոթելու, նա քո առաջ սպառնալիքներ է բարձրացնում։ Հիվանդության, տկարության, տարբեր հոգսերի, կարիքների, ֆինանսական, ֆիզիկական տարբեր բաներ եւ սպառնում է դրանցով, քո Աստվածը չի կարող դրանց դեմ դուրս գալ եւ օգնել քեզ դրա մեջ։ Բայց գիտեք, երբ որ կարդում ենք Աստծո խոսքը, այս մնացորդացի մեջ գրված չի, բայց թագավորած գրքի մեջ, երբ որ Եզեկիայի կյանքը կարդում ենք, Աստծո խոսքն ասում է, երբ որ այս նամակները հրովարտակներն եկան Եզեկիային հասան, նրա քայլը որն էր, նա վերցրեց այդ նամակները եւ անմիջապես շտապեց այն տաճարը, որի դռները նա բացել էր, այն ներկայությունը, որտեղ Աստված կար, եւ այդ նամակները տարավ դրեց Տիրոջ առաջ եւ Տիրոջ աղոթեց. Տեր Աստված, որին ես պաշտում եմ, այս ամենը ես բերում եմ քո առաջ։ Սիրելի, չգիտեմ ինչ սպառնալիքներ կա այսօր քո առօրյայի մեջ, քո կյանքի մեջ, քո իրավիճակների մեջ, որոնցով սատանան փորձում է քեզ խափանել, քո տաճարի դռները նորից փակել եւ քեզ Աստծո ներկայությունից հեռացնել, փորձում է քեզ գերի վերցնել իր նպատակների համար, խոստումներ տալով տարբեր։ Բայց ուզում եմ դու այսօր Եզեկիայի նման այդ ամենը վերցնես եւ այդ բացված տաճարի մեջ զոհասեղանի վրա դնես եւ Տիրոջն ասես. Տեր, դու ես ամենակարող Աստվածը, դու պատասխանիր այս ամենին, որովհետեւ գիտեք, երբ որ կարդում ենք Աստծո խոսքն ասում է, եւ Տերը լսեց Եզեկիայի աղոթքը եւ Եսայիա մարգարեի միջոցով ասեց. այլևս դու այս զորքերին չես տեսնի։ Եվ Տիրոջ խոսքն ասում է, Աստված հենց այդ օրը գիշերով հրեշտակ ուղարկեց Ասորեստանի բանակի մեջ եւ բազմաթիվ հազարավոր զորքեր ուղակի մեկ գիշերվա մեջ նրանց քնի մեջ նրանց կոտորեց եւ Իսրայելի ժողովուրդը, Հուդայի ժողովուրդը, Եզեկիա թագավորը եւ ամեն մեկը ազատվեցին այդ սպառնալիքից։ Այդ Աստվածը, հավիտենական Աստվածը այսօր էլ նույնն է։ Նա չի փոխվել, նա կարող այսօր քո կյանքի մեջ բերել այդ հաղթանակը, անգամ քեզ որևիցե բանով չանհանգստացնելով, որովհետև պատերազմը մեր Տիրոջն է։ Ամեն, եկեք Տիրոջը փառաբանենք եւ մեծարենք եւ մեր սրտի դռները բացենք նրա առաջ եւ ասենք. Տեր, մտիր մեր տաճարի մեջ եւ փառավորվիր այդ տաճարի մեջ, թող այդ տաճարի դռները միշտ բացված լինեն քո առաջ։